Կախարդական փայտիկի մեկ հպումով կարկառուն հանրապետականները դառնում են ռուսաստանահայ օլիգարխ Տաշիր Սամոյի աջակից։ Եթե Նարեկ Կարապետյանից երբևէ լսել եք, որ իրենք բոլորովին նոր ուժ են, նոր դեմքերով, երիտասարդներով, թարմ գաղափարներով են հանդես գալու, նախկինների հետ դաշինք չեն կազմելու, ապա հավանաբար դուք սխալ եք լսել, կամ ավելի հավանական է ձեզ երկարականջ կենթանու տեղ են դրել։ Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունից արդեն տասնյակ գործիչներ իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող ռուսաստանցի օլիգարխի քաղաքական ուժին։ Մեր սեղանից ձեր սեղանին առաջին ցատկը կատարեց Վայոց-Ձորի նախկին մարզպետ Սերժ Սարգսյանի օրոք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան հանրապետական Էդգար Ղազարյանը։ Նախկինում իմպիչմենտ էին ուզում հայտնել Նիկոլ Փաշինյանին, չստացվեց։ Հիմա էլ եկել Սամվել Կարապետյանին է միացել։ Փողն ավելի շատ է, գուցե մի բան ստացվի տրամաբանությամբ։ Ուժեղ Հայաստանին աջակցում է նաև Լոռու նախկին մարզպետ հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտուր Նալբանդյանը։ Նույն մարզից ուժեղ Հայաստանի գիրկն է նետվել նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար հանրապետական կուսակցության նախկին անդամ Վասիլ Փիլոյանը, Արչահովիթ համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը, Ջրաշեն համայնքի ղեկավար հանրապետական կուսակցության նախկին անդամ Վահան Ուռուսյանը, Սարամեջ համայնքի ղեկավար նախկին հանրապետական Հայկ Հովհաննիսյանը ևս ուժեղ Հայաստանի աջակիցների ցանկում են։ Լեոն Բաղդասարյանը, որը հանրապետական կուսակցության նախկին անդամ է, այժմ Գազպրոմ Արմենիա Փակ բաժնետիրական ընկերության Տաշիրի տարածքային տեղամասի պետը, ևս անդամակցում է Տաշիր Սամոյի քաղաքական ուժին։ Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատով կավարչական շրջանի ղեկավար հանրապետական Գառնիկ Մարդոյանը ևս անդամակցում է այս կուսակցությանը։ Մարզից ուժեղ Հայաստանին միացել են մի շարք հանրապետական կուսակցության գործիչներ ևս։ Սուրեն Կարայանը, որը հանրապետական կուսակցության նախկին անդամ է, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարարը, այժմ Հրազդան էներգետիկ կազմակերպության գլխավոր տնօրենը, աջակցում է ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Մհեր Վարագյանը, հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին քաղաքապետը, ներկայումս Ավագանու միասնական Արթիկ խմբակցության ղեկավարը սատարում է ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Նրա եղբայր Դավիթ Վարագյանը ևս Շիրակի մարզից, Վայոց ձորից, Տավուշից Սամվել Կարապետյանին միացել են մի շարք հանրապետականներ, որոնք Սերժ Սարգսյանի օրոք զբաղեցրել են տարբեր պաշտոններ, եղել են համայնքի ղեկավարներ, եղել են տարբեր համայնքների ղեկավարներ, այժմ լծվել են ռուսաստանցի օլիգարխի քարոզչությանը։ Ինչ կարծիք ունի հանրապետական կուսակցությունն իրենց անդամների ուժեղների թիմ տրանսֆերի շուրջ, հետաքրքրվեցինք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովից։ Ընտրությունների վերաբերյալ իր կարծիքը կարտահայտի։ Հիմա կարծում եմ կոռեկտ չի միջև կուսակցության համագումարը եւ որոշումները որևէ գնահատական տամ։ Կուսակցությունը ոչ թե մասնավորապես, այլ առհասարակ ընտրական process-ի Հայաստանի քաղաքական գործընթացների վերաբերյալ մեր գնահատականները կտանք կուսակցության ապրիլի 4-ի համագումարում։ Նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափ որոշումը։ Բա իհարկե, բան նախագահն ասել է, որ մինչև համագումար կամ համագումարի ժամանակ հանրությունը կիմանա հանրապետականի մասնակցել չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում էլ ձևաչափի մասին։ Խորհրդարանական ընտրություններին դեռ 2 ամիս ժամանակ կա։ Ով չի հասցրել որևէ դաշինքում տեղավորվել, իշխանություններից նեղացել է, որ պաշտոն չի ստացել, նախկիներից նեղացել է, որ ակտիվ չեն կարողացել իշխանափոխություն անել, հանգիստ կարող են համալրել ուժեղ Հայաստանի շարքերը։ Ընտրապայքարի կատաղի մրցավազքից դուրս մնացածները գրկաբաց ընդունվում են ռուսաստանցի օլիգարխի քաղաքական ուժի շարքում։ Փողն էլ կա, քաբաբն էլ վրադիր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։